Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին առանձանուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատար մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող փողերի լվացման վարույթ կա, թե ով այդ գործարարը եւ ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց։ Սակայն ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով խոսքը վերաբերում է Արցախի գործարար Արման Հակոբյանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն, սակայն այս պատմությունը ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբյանյանին պատկանող Խելացի այգիներում։ Այցի ընթացքում Հակոբյանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով, իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։ Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ, արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱՄՆ-ի Իրան հարաբերությունների սրումը եւ Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգի համար։ Այս համատեքստում Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։ Նախարարությունից մեկ ամիս անց ստացված պատասխանի համաձայն Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինխրոն աշխատանքը, իսկ հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրական առավել հզոր էներգահամակարգի կողմից։ Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը ցանցերի հաճախականությունը որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ ռիսկերը գնահատվել են եւ առկա են հակազդման մեխանիզմներ, ինչպես նշում են նախարարությունից։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բաց խոսում են։ Այսպես, ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաև ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոններն այլևս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էկզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։ Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչև քաղաքական ուժերի առաջադրումները որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել։ Հրապարակ թերթը գրում է. որոշ խոսակցությունների համաձայն իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարց ու փորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։ Այնպես որ ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու։ Հրապարակ թերթը գրում է. Փարիզում ՀՀ-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախորդին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը, սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ Չեն հրավիրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին, այլ երևելի հայերի։ Փոխարենը ՀՀ բյուջեի հաշվին այդ հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու եւ Փարիզում շրջագայելու են գնացել Արարատ Միրզոյանն ու իր մերձավոր շրջապատը։